ձեզ։ Պարոն Մուրադյան, դուք հիշում եք այսպիսի դեպք, որ եկեղեցին գրոհված լինի այսքան ուժայինների կողմից, ինչ է թե երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է գալու։ Ուրեմն եկեղեցու գրոհված լինել բառակաբակցությունը չեմ ընդունում, քանի որ եկեղեցին գրոհված չի։ Բացում փակում մուտքը անընդհատ, այս արդեն ժամեր շարունակ այստեղ այս իրավիճակն է, ավելին հոգևորականները այստեղի թեմի հրաժարվել են պատարակ մատուցելուց, հիմա գրոհված է, թե գրոհված չէ։ Ուրեմն, տեսեք, ցանկացած զարգացող եւ որևէ փուլ անցնող պետությունում, երկրում նորմալ երևույթ է, երբ որ երկրի ղեկավարը տեղաշարժ է, այսինքն մարզեր է այցելում, քաղաքներ է այցելում, նորմալ երևույթ է, որովհետեւ այդտեղ պետական պահպանությունը իրականացվի պատշաճ։ Այսինքն պարբերաբար բաց են փակեն, քաղաքացիներին ընտրողաբար ներս թողնեն։ Չկա նման որևէ։ Մենք բազմաթիվ դրվագներ, քիչ առաջ բազմաթիվ այդպիսի դրվագներ արձանագրել։ Ես նման բան չեմ տեսել եւ ես նորմալ եմ համարում, որ երկրի վարչապետը այսօր գալու է պսակադրության դեկտեմբերի 7-ի մեր բազմաթիվ զոհերի հիշատակը հարգելու շիրակցիներին, գյումրեցիներին եւ միաժամանակյակ մասնակցի 7-ում տեղի ունեցող պատարակին։ Ես նորմալ եմ համարում։ Իսկ առհասարակ Գյումրու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ինչպես եք վերաբերում։ Փաստորեն Գյումրու քաղաքապետը, տղան, փեսան, բոլորը կալանավորված են, այսինքն այնտեղ, որտեղ Փաշինյանի թիմը կպարտվի, մարդիկ պիտի պատրաստ լինեն ձերբակալվել, կալանավորվել, նույնիսկ գիտեք, կան քննադատություններ եւ խոսակցություններ, որ այն մասին, որ մարդիկ կարող են նույնիսկ սպանվել։ Տեսեք, ես միշտ այս խոսույթին դեմ եմ եղել, երբ որ ասում ենք Փաշինյանի թիմը պարտվել։ Իրականում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում տարել է ձայների մեծամասնությունը, կարելի ասել գերիշխող ձայները, եւ այն պրոցեսները, որոնք վերաբերվում են իրավական հաշտությանը, ես միշտ զերծ եմ մնացել մեկնաբանություններ անելիս, մինչև օրինական ուժի մեջ մտած դադավճիռ չլինի։ Ես այս պահին զերծ եմ մնում նման մեկնաբանություններ անելիս։ Ես եմ շնորհակալ։